Ողջույն, այսօր մեր 14-րդ դասն է, անցնում է 28 և 29-րդ էջերի։ Նախորդ դասից մենք արդեն անցանք մեր նոր 3 ակորդները, գլխավոր ակորդներն էին, օրինակ վերջի դասում անցանք մեր F ակորդի մասին, սա մեր 4-րդ աստիճանն էր գլխավոր, և այն կոչվում է նաև սուբդոմինանտ։ Մենք անցել ենք օրինակ այստեղ դո ակորդը, հիմնական ակորդը անցանք, հետո սոլ սեպտիմ ակորդը, այսինքն G7-ը, և հետո անցանք արդեն F ակորդը։ Սրանք իհարկե հերթականությամբ չեն, բայց այսպես սովորել ենք, քանի որ այսպես տեղադրել եմ, ուրեմն սա մեր C ակորդն է, առաջին տոնիկան է համարվում, սա համարվում է մեր դոմինանտը, սա սուբդոմինանտը, այսինքն առաջին 5-րդ 4-րդ, բայց ասում ենք հերթականությամբ առաջին 4-5 տոնիկա, սուբդոմինանտ, դոմինանտ, այսպես ենք թվարկելու։ Եվ այստեղ արդեն այսօր անցնելու ենք մեր ծանոթությունը ան, աջ դիրքում արդեն։ Նախորդ դասին ցախ դիրքում ծանոթացանք I-ի հետ, թե ինչպես ենք այն անցումը կատարում, իսկ այստեղ արդեն ծանոթանալու ենք մեր ֆա ակորդին, I-ի հետ, արդեն աջ ձեռքով ենք անցումը կատարել։ Այստեղ պետք է դիրքավորումը կատարենք։ Այստեղ արդեն ասում է introducing A for right hand, և ան այսպես սոլի բանալիում տեղադրված է երկրորդ մեր տարածության մեջ գտնվում է, և այստեղ մեր սխեման է դասավորվածությունը մատերի ուրիշ կերպ է իհարկե, այստեղ տրված է, որ ռեն մեր բաց է թողած, ինչպես այստեղ ասում է to find A, place the right hand in C position, այսինքն մեր աջ ձեռքը պետք է տեղադրենք C-ի պոզիցիայում, և ասում է leave one on C, այսինքն պետք է մենք մեր առաջին մատը թողնենք դոյի վրա և shift all other fingers one white key to the right, այսինքն պետք է բաց թողնենք մեկ սպիտակ ստել և արդեն մեր մատները պետք է հաջորդաբար տեղադրենք, այսպես ասում է առաջին մատը այստեղ և ռեն բաց ենք թողնելու, մեր նոր ակորդի մասն է խոսքը, և այստեղ արդեն ընկնում է 2, 3, 4, 5, այնուհետև մեր ան, ասենք մեր 5-րդ մատը ընկնելու է I-ի վրա, որովհետև վերցնելու ենք դո, ֆա, լա, այսինքն C, F, A, մեր F ակորդի մասին է խոսքը, այս շրջվածքային ակորդն է, ոնց որ ֆա, լա, դո, հիմնականն է, լա, դո, ֆա առաջի շրջվածքը, դո, ֆա, լա, մեր երկրորդ շրջվածքն է, սա պետք է այսօր նվագենք, կարողանանք նվագել, և այստեղ ասում է play slowly, այսինքն պետք է դանդաղ նվագենք, say the note names as you play, և պետք է անունները տանք այդ ակորդների, որ նվագելու ենք, հիմա այստեղ 4 քառորդ ունենք, արդեն անցել ենք հաշիվը ինչպես պետք է լինի 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, այստեղ էլ ասում է move 3 and 5, այսինքն պետք է շարժենք 3-ն ու 5-րորդը, ասում է to F, A, այսինքն դեպի ֆա և լա, այսինքն պետք է այս 3 ու 5-րդի տեղը սա մատները նույնությամբ պետք է ստեղն վերև վերցնենք, որ լինի դո, ֆա, լա, հիմա կնվագենք կտեսնենք, հիմա ես արդեն ձեռքը դիրքավորում եմ, դանդաղ հաշվելով մեկ անգամ նվագում եմ այս տողը, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես տեսակ արդեն դո, մի, սոլ, դո, ֆա, լա, այսպես տեղի ունեցավ, հիմա անցնենք հաջորդ էլի նույն ակորդներին են վերաբերվում, այս առաջին 4-րդ, 5-րդ, տված է C and F chords for right hand, այսինքն հիմա այստեղ տված է դոն և ֆա ակորդների մասին է խոսքը, առաջին և 4-րդ ակորդների, որ նոր սովորել ենք, սրա մասին է խոսքը, այս է իր կանոնը, ինչպես նախորդում էր ասում, թե որ մատները որ ակորդում պետք է վերցնենք, այստեղ էլ նույնն է ասում է practice changing from the C chord to the F chord and back again, այսինքն պետք է մենք այստեղ վարժեցնենք և փոխենք ունակ դո ակորդից դեպի F ակորդ, այսինքն ուզում է ասել մեր հիմնական ակորդից պետք է այդ փոխադրումը կարողանանք կատարել, մատները պետք է վարժեցնենք, որպեսզի այս դո ակորդից անցումը
դեպի ֆա ակորդ կատարենք, սա մասն է։ Այստեղ էլ նույն ձևի ասում է the first finger plays C in both chords, այսինքն առաջին մատը մենք երկու ակորդներում ենք դոյի վրա է, եւ արդեն ասում է the third finger moves up to F, այսինքն եւ երրորդ ուրեմն մատը շարժվում է դեպի F, հա, այս երկրորդ F ակորդում, եւ ասում է հինգերորդ մատը շարժվում է դեպի լա այս F ակորդի մոտ, հա, սա մասն է։ Իսկ այստեղ արդեն դուք կարող եք նվագել հարմոնիկ ձևով, հա։ 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Ինչպես լսեցինք անցած դասում, որ սա հիմնականն է, հետո ձայնը բարձրացավ, վերևի ձայնը արդեն բարձրանում է վերև։ Արդեն լսում ենք, որ սա մեր F ակորդն է, մեր 4-րդ գլխավոր ակորդն է, 4-րդ աստիճանն է։ Առաջին, 4-րդ, առաջին։ Այսպես է գնում։ Հիմա արդեն անցնում ենք հաջորդ էջ։ Անցնում ենք 29-րդ էջին։ Այստեղ տված է warm up using C, G7 and F chords։ Սրանք նույն ակորդներն են, որ նախորդ դասում անցել ենք ցախ ձեռքով, իսկ այսօր այդտեղ անցնելու ենք մեր աջ ձեռքով ենք հիշեցնելու։ Նույն օրինակը այստեղ մեր դո, սոլ, սի դիմակորդ, դո եւ ֆան եւ նորից դո։ Այսինքն առաջին, հինգերորդ, առաջին, չորրորդ, առաջին գլխավոր 3 մեր ակորդներն են, էլի 4 քառորդում է, հիմա դանդաղ տեղադրում եմ, կենտրոնում տեղադրում ենք մեր ձեռքը եւ դանդաղ պետք է նվագենք։ 1 3 հինգերորդով սկսում ենք, այսինքն մեր դո ակորդն է, հետո գալու է G7։ Ուրեմն 1 2 3 4 Հիմա G7 1 2 3 4 Անցանք էլի դո ակորդին 1 2 3 4 F ակորդ 1 2 3 4 C ակորդ 1 2 3 4 4 կարով բախվեց։ Ինչպես լսեցինք, արդեն մեր դո ակորդը, հիմնական ակորդը, հետո իջավ ձայնը, նշանակում է, որ սա մեր 5-րդ ակորդն էր, G7-ն էր։ Հետո այստեղ արդեն նորից վերադարձանք մեր հիմնական ակորդը եւ լսեցինք, որ ձայնը բարձրացավ։ Այսինքն վերևի ձայները, որ բարձրացան, արդեն մենք գտնում ենք ֆա ակորդում։ Դա մեր շրջվածքային ֆա ակորդն էր։ Հետո նորից վերադարձանք դեպի տոնիկա։ Այսպես տոնիկա, դոմինանտ, տոնիկա, սուբդոմինանտ, տոնիկա, այսպես ասենք։ Հաջորդը արդեն ասում ենք մեր նույն երգին, նախորդ դասին արդեն բացատրել եմ, պատմել եմ ինչի մասին է սա, ուղղակի այս անգամ մենք նվագելու ենք այս նույն երգը, մեղեդին նվագելու ենք, արդեն ակորդները աջ ձեռքում են լինելու, իսկ մեղեդին գնալու է ձախ ձեռքում։ Այո, սա է ստեղծված, ասում է վերնագիրը when the saints go marching in, այսինքն երբ սրբերը մտնում են, մարշով մտնում են, հա, այդ հաղթանակած, իսկ այստեղ ասում է with the left hand melody and the right hand chord, այսինքն ձախ ձեռքում մելոդին է գնում, իսկ աջ ձեռքում ակորդներն են։ Մենք խոսել ենք արդեն, որ այս անավարտ, հա, ոչ լիարժեք չափի մասին, որ վերջում, վերջի տակտում գտնվում է արդեն մեր լիարժեք չափը։ Այստեղ 4 քառորդ է, բայց ունենք 3 քառորդ ընդամենը, 1 2 3 4-ը արդեն վերջում ենք գտնում։ Երբ որ կրկնում ենք, նրանք արդեն դառնում են լիարժեք։ Ֆորտիով սկսելու ենք, պաուզաների մասին արդեն խոսել ենք։ Այստեղ արդեն սիմվոլները դրված են, կարող եք միանգամից ակորդները գտնել, պահված նոտաները չմոռանանք, սա նշենք, որ սրանք մեր պահված նոտաներն են, որ երկրորդ նոտան չի նվագվում, որտեղ նույն գծի վրա են գտնվում եւ նրանց միջև ոչ մի նոտա չի գտնվում, այսպես, ու փոփոխություն չկա նշանների։ Այսպես սրանք է կարող ենք նշել։ Հիմա ես դանդաղ կտեղադրեմ իմ ձեռքը, աջ ձեռքը եւ ձախ ձեռքը եւ կնվագեմ մեկ անգամ հաշվելով։ Ձախով սկսելու ենք եւ 5-րդ մատն ենք վերցնում, օրինակ 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4
արդեն երբ որ կրկնում ենք։ Այսօրվա դասը շատ կարճ տևեց, որտեղ կրկնողություն էր, իսկ այստեղ վերջում իհարկե ասում է, որ նախորդ դասը, երբ որ գնում ենք հետ 27-րդ էջ, սա նույնությամբ կրկնում ենք իհարկե արդեն ակորդները ցախ ձեռքում։ Հետո միանգամից գալիս ենք 29-րդ էջ, կրկնում ենք, սա դառնում է մի ամբողջական երգ։ Սա կարող եք նույնպես փորձել նախորդ դասը միացնել այս դասի հետ եւ արդեն երկու անգամ կրկնել։ Սա էր այսօրվա դասի համար, հաջորդ դասին արդեն կասվենք 30-րդ էջին։ Շնորհակալություն, որ ինձ հետ եք, մինչ նոր